Ողջույն բոլորին, այսօր առաջարկում եմ պատրաստել կարամելի համով շատ համեղ նրբահամ անչափ փափուկ մեղրով թխվածք։ Այս խմորեղենը ոչ միայն շատ փափուկ և համեղ է, այլ պատրաստվում է շատ արագ, ընդամենը 30 րոպեի ընթացքում։ Շերտերը թխելիս կրկնակ չենք օգտագործում, այլ շերտերը բացում ենք դանակի օգնությամբ, ինչը էլ ավելի է արագացնում պատրաստման գործընթացը։ Եթե հետաքրքրեց բաղադրատոմսը, սկսենք պատրաստել։ Կարամելի համով մեղրով թխված պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները։ Էմալապատ թասի մեջ դնում ենք 250 գրամ կարագ կամ մարգարին, ավելացնում ենք 180 գրամ շաքարավազ և 4 ճաշի գթալ մեղր։ Որպեսզի խմորեղենը ունենա անուշ մեղրի համ, օգտագործեք բարձրակարգ բնական մեղր։ Թասը դնում ենք մարմանդ կրակի վրա և թողնում ենք, որպեսզի կարագը ամբողջությամբ հալվի։ Հարգելիներս, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին կամ հետևում եք իմ տեսանյութերին առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Չմոռանաք նաև հավանել տեսանյութը։ Երբ բոլոր բաղադրիչները միասեռ դառնան, ավելացնում ենք 1 թեյի գթալ սոդա։ Սոդան ավելացնելուց հետո զանգվածը կփրփրի և ծավալը կմեծանա մոտ 3 անգամ և այնուհետև կսկսի գեղեցիկ կարամելային գույն ստանալ։ Այս ընթացքում կրակը պետք է լինի շատ մարմանդ և պետք է անընդհատ խառնենք։ Երեքից 4 րոպե անընդհատ հարելուց հետո պետք է ստանանք ահանման գեղեցիկ կարամելային գույն։ Արդեն բավականին գեղեցիկ գույն ենք ստացել, վերցնում ենք գազօջախից տարան և թողնում ենք 4-ից 5 րոպե, որպեսզի զանգվածը հովանա։ Ցերեկային լույսի տակ շատ լավ երևում է, թե ինչպիսի գեղեցիկ գույն ենք ստացել։ Առանձին հարում ենք 4 հավկիթ, որը պետք է բարակ շիթով ավելացնենք մեր հովացած զանգվածի վրա։ Հավկիթները ավելացնելու ժամանակ մեղրով զանգվածը կրկին անընդհատ խառնում ենք, որպեսզի ստանանք համասեռ զանգված։ Այնուհետև ավելացնում ենք կես թեյի գթալ սոդա։ Խմոր պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է նաև 350-ից 400 գրամ ալյուր, որը նախապես պետք է մաղել։ Ալյուրը միանգամից չենք ավելացնում, քանի որ պետք է ստանանք թույլ խմոր։ Պետք է ավելացնել մաս-մաս։ Կախված հավկիթների մեծությունից և ալյուրի որակից կարող է օգտագործվել 350-ից 400 գրամ ալյուր։ Ես նախապես կշռել էի 400 գրամ ալյուր, որից 3 ճաշի գթալ ալյուրը չօգտագործվեց։ Պետք է ստանանք ահանման գեղեցիկ կարամելային գույն ունեցող թույլ խմոր։ Խմոր բաժանում ենք 3 մասի և տարածում ենք յուղաթղթի վրա։ Տապակի չափը 30-40 սմ է։ Եթե վստահ չեք, որ ձեր ձեռքի տակ գտնվող յուղաթուղթը բարձր որակի է, ապա յուղաթղթի վրա մի փոքր ձետ քսեք։ Շերտերը պետք է թխել նախապես տաքացված ջեռոցում 180 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանում, մինչև գեղեցիկ կարմրեն։ Շերտերը թխվում են շատ արագ 5-ից 7 րոպեի ընթացքում, այդ պատճառով բացեք նաև մնացած շերտերը։ Հավասարեցնում ենք թխված շերտերը, կտրում ենք ծայրի հատվածները, որոնցով կպատրաստենք փշրանք և կզարդարենք մեր խմորեղենը։ Պատրաստում ենք թեթև սերուցքային կրեմ։
300 մլ սառը սերուցքի վրա ավելացնում ենք 1 թեյի գթալ վանիլային շաքարավազ և 6 ճաշի գթալ խտացրած կաթ։ Բաղադրիչները սկզբից հարում ենք հարիչի ամենացածր արագությամբ, հետզհետե արագությունը բարձրացնում ենք։ Նախքան սերուցքը օգտագործելը այն պետք է դնել սառնարան ամենաքիչը 10 ժամ, որպեսզի ստանանք թեթև կրեմ։ Սերուցքը պետք է հարել ընդամենը 4 րոպե։ Այս խմորեղենը կարելի է պատրաստել նաև եփովի կրեմով։ Եփովի կրեմի բաղադրատոմսը կթողնեմ նկարագրությունների բաժնում, կարող եք անցնել հղումով և դիտել տեսանյութը։ Կրեմը բաժանում ենք 3 մասի և հավաքում ենք մեր խմորեղենը։ Վերջում խմորեղենը զարդարում ենք փշանքով և թողնում ենք մոտ 2 ժամ, որպեսզի խմորեղենը մի լավ հանգստանա և փափկի։ Ես 2 ժամ չսպասեցի և խմորեղենը կտրում եմ մոտ կես ժամ անց։ Տեսեք, թե որքան փափուկ գեղեցիկ խմորեղեն է ստացվել և որքան գեղեցիկ կտրվածք ունի։ Կարամելային համով մեղրով այս թխվածքը որքան մնում, այնքան ավելի համեղ է դառնում։ Թե ինչ հարգելիներս, այսօր էլ այսքանը։ Պատրաստեք սիրով, եղեք առողջ և օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։